Անուն Հոր եւ Որդվո եւ Ոգին Սրբո ամեն։ Նախ իմ աղոթքն եմ ուզում վերառաքեմ առաստված Տիրամոր բարեխոսությամբ, որովհետև այսօր իր օրն է։ Աղոթք վերառաքել առաստված եւ շնորհակալություն, որ տվեց հնարավորություն այսօրը լինելու եկեղեցու մեջ աղոթելու միասին մեր աղոթքը վերառաքելու առաստված։ Այսօր գիտեք, որ հայ առաքելական եկեղեցում տոնը հայ եկեղեցին տոնախմբում է հիշատակության օրը Տիրամոր տուփի գտնման։ Ես քիչ հետո այդ մասին կասեմ ձեզ, երկու տարբեր նյութերի մասին պիտի խոսեմ, որովհետև նախ ուզում եմ ես կարճ անդրադառնալ օրվա խորհրդին, որից հետո նաև ուզում եմ խոսել այսօրվա այն ավետարանը, որ ընթերցվեց ձեզ, որովհետև ավետարանը շատ հենքային աստվածաբանության մեջ է մտնում, մեր եկեղեցու դավանական նաև մեր մտածողության մեջ քրիստոնեական շատ կարևոր առակ էր, որ ընթերցվեց քիչ առաջ, որոմների առակը։ Ես ուզում եմ նաև այդ մասին խոսել ձեզ հետ, որպեսզի դուք իմանաք նաև այդ առակի խորքում ինչ իմաստ է դրված։ Ուրեմն նախ ուրեմն տոնի մասին կուզեմ խոսել։ Քիչ առաջ ասեցի, որ այսօրը հիշատակության օրն է Տիրամոր Զարդատուփի գյուտի։ Ուրեմն նախ ես ուզում եմ կարճ խոսելու առիթ չկա, որովհետև յուրաքանչյուրիս աղոթքն է միշտ առաստված բարձրանում Տիրամոր բարեխոսությամբ եւ պատահական չէ, որ սուրբ սեղանները զարդարում են Տիրամոր նկարով, Տիրամոր պատկերով, նամանավանդ պատարակների ժամանակ, երբ բոլոր հավատացյալների հայացքը դեպի նաև սուրբ սեղանն է, ես վստահ եմ, որ շատերը ձեր աղոթքները առաստված բարձրացնում եք Աստվածամոր բարեխոսությամբ։ Ես չեմ ուզում խոսել Աստվածամոր կերպարի մասին, որովհետև այդ ամբողջը հաստատված է Աստվածաշնչով, որ երբ որ մենք կարդում ենք քրիստոնեության պատմությունը, այնտեղ տեսնում ենք նախ Աստվածամորը որպես համեստագույն, ազնիվ, բարի, լուսավոր մի անձնավորությամբ, որը հանձն առավ իր միջոցով հնարավորություն տալ աստվածաստեղծ մարդուն փրկվելու, վերստին երկինք բարձրանալու։ Մենք հիշում ենք, որ Ադամով եւ Եվայով մարդ արարածը պատժվեց, նախ ստեղծումով նրանք բոլորը եւ Ադամը եւ Եվան մշտապես եդեմական դրախտի մեջ հարաբերվում էին Աստծո հետ, զրուցում էին Աստծո հետ եւ այս հարաբերությունն էր դրախտում, սա էին վայելում Ադամը եւ Եվան։ Բայց տեսեք, որ սատանան ինչպես ավետարանն է ասում, եկավ, խաբեց նրանց, բարի խոստումներ տվեց, ասեց ամեն մեկը մի Աստված կլինեք, եթե այս պտուղից ուտեք, ուտելով բնականաբար վտարվում են դրախտից։ Եվ Աստվածամայրը այն գերմաքուր անձնավորությունն էր, որ Տիրոջ կողմից ընտրվեց, որը իր ներսում պիտի սներ, մեծացներ այն անձին, այս պարագայում երրորդության անձերից մեկին Աստվածորդուն, եւ բնականաբար յուրաքանչյուրս երբ որ աղոթում ենք Տիրամոր բարեխոսությամբ, նաեւ դա ենք նկատում, որ մեր աղոթքները ավելի լսելի կլինի մեր երկնքում մեր Տիրոջը, որովհետեւ Աստվածամայրը պիտի բարեխոսի։ Եվ նաեւ ուզում եմ շնորհավորել Տիրամոր անունը կրող բազմաթիվ անուններ ունի Աստվածամայրը, որոնք որ այսօր նաեւ մեր ժողովրդի տարբեր զավակներ, ընտանիքներ իրենց զավակների անուններն են դնում։ Ուզում եմ բոլորի շնորհավորել, նամանավանդ Մարիամներին,
այսօրվա առիթով։ Թող Տիրոջ սերը, խաղաղությունը, լույսը, ջերմությունը այսօր առավել լինի ձեր ընտանիքների մեջ։ Եվ մեր ժողովուրդը վաղ ժամանակներից սկսած շատ եկեղեցիներ կառուցեց Տիրամոր անունով, որոնք շատ-շատերը այսօր էլ գտնվում են, ուրեմն շատերը ամբողջությամբ կանգուն, բայց շատ-շատերը նաև ավերակ վիճակում։ Ուզեմ ձեզ կարճ պատմել նաև այն պատմությունը, ինչպես գտան, ասում են գյուղ խաչի, բայց ինչպես գտան ուրեմն Տիրամոր զարդատուփը։ Ասում է ուրեմն Քրիստոսի խաչելությունից հետո դե Մարիամ Աստվածածինը դեռ երկար ժամանակ տարիներ ապրեց եւ կարողացավ նաեւ համախմբել առաքյալներին այդ աղոթքի մեջ պահել, բոլորին միասին էին նրանք աղոթքի իրենց վերարակում առաստված եւ բնականաբար հետևելով Քրիստոսի պատվիրաններին։ Քրիստոսի ինչու ենք մենք արժևորում հենց զարդատուփը կամ Տիրամոր գոտին, չէ, գոտի տոներ ունենք մեր եկեղեցին։ Մենք գիտենք, որ բոլոր սուրբերը, որոնք որ մահացան քրիստոնեության քարոզության ժամանակ, նրանցից շատ-շատերի մարմինները մասնատվեցին եւ որպես երբ որ սուրբ էին նրանք ընդունվում, տարածվեցին, տրվեցին տարբեր եկեղեցիներին, որոնցից շատ-շատերը այսօր պահպանվել են եւ կան, եւ տարբեր առիթներով մենք կարողանում ենք հաղորդվել մեր սրբերի մասունքների հետ, տարբեր տոների առիթով։ Բայց Աստվածամայրը գիտեք, որ չմահացավ, նա ննջեց։ Չէ, Քրիստոս ինչպես որ խոստացել էր, եկավ եւ իր մորը տարավ երկինք։ Եվ Մարիամ Աստվածածինը սուրբերի սուրբն է երկնքում հիմա։ Եվ պատահական չէ, որ քիչ առաջ ինչպես ասում եմ, սուրբ սեղանի վրա միշտ սուրբ սեղանը զարդարված է Աստվածամոր պատկերով։ Եվ սա է պատճառը, որ այն իրերը, որոնք որ մնացել էին երկրի վրա, այն իրերը, որոնց հետ շփվել էր Աստվածամայրը, սկսվեցին որպես սրբություններ ընդունվել։ Եվ այսպես երկու ազնվականներ հույն որոշում են, որպեսզի գնան սուրբ վայրեր Երուսաղեմ, այն վայրերը, որտեղ որ Քրիստոսը եղել, Քրիստոս է քարոզել, եւ այդ շրջագայության, այդ ուխտագնացության ժամանակ իրենք տեսնում են, որ մի քաղաքում, Գալիլեա քաղաքում, ինչ որ մի բնակարան կա, որտեղ որ շատ մարդիկ են հավաքվում։ Նամանավանդ հիվանդները եւ այսպես շարքերով նրանք մտնում են այդ տունը, որտեղ մի վերունդի տատիկ էր ապրում, եւ այնտեղից առողջացած դուրս են գալիս եւ այսպես հետաքրքրված ասում են հետաքրքիր է ինչ կա այնտեղ որ բոլորը այստեղ են հավաքվում եւ այստեղից առողջացած կարողանում են գնալ մտնում են ներս տեսնում են եւ որոշում են որ բառը չուզեցա առաջի բառը ուզում եմ ասել գողանալ բայց չէ փոխանակել բառը այս պարագայում ասեմ որտեղ սրբությանն է վերաբերվում նրանք որոշում են որ այս տատիկի մոտ եղած զարդատուփը Տիրամոր փոխանակել, փոխել, նմանատիպ մեկ այլ զարդատուփ են պատվիրում, պատրաստում, բերում են այնտեղ եւ այնտեղ կարողանում են փոխանակել, փոխում են զարդատուփը եւ իսկականը իրենց հետ այսինչ որ խոսում են 4-րդ դարի կեսերի մասին։ 4-րդ դարի կեսերին է որ իրենք կարողանում են այդ փոխանակումը կատարել եւ վերում են ուրեմն տեղափոխվում են Կոստանդնուպոլիս եւ Կոստանդնուպոլսում հանձնում են պատրիարքին եւ պատրիարքը մասունքը կամ զարդատուփը տեղադրում է մեծ հանդիսավորությամբ տաճարի Սուրբ Աստվածամոր եկեղեցու մեջ եւ այս տոնը հույն եկեղեցին ավելի վաղուց է սկսել տոնել, բայց մեր եկեղեցում տոնը ավելի հետո որպես տոնացույցի մեջ մտավ եւ օրացույցի մեջ եւ որ օրը այսօր է 10 Սիմեոն կաթողիկոսի ժամանակ էր 18-րդ դարում
երբ որ հաստատվեց եւ կանոնակարգվեց, որ տոնը տոնվի նաեւ մեր ժողովրդի մեջ։ Սա է այն պատմությունը Աստվածամոր, որը որ մեզ այսօր հասել է։ Բնականաբար կան նաեւ տարբեր մեկնաբանություններ, տարբեր պատմություններ կան ուրիշ ժողովուրդների մեջ պատմվող, բայց ուրեմն սա է կարևորագույնը, որ Աստվածամոր զարդատուփը, որը որ իր ձեռքերն էին հպվել, եւ այդ զարդատուփի մեջ էր պահվում իր գլխաշորը, իր գլխարկը, եւ այդ զարդատուփը ինքը դարձել էր որպես օրհնության հնարավորություն այն հավատացյալների համար, ովքեր դրա կարիք ունեին, ովքեր այնտեղ աղոթում էին, առողջանում էին։ Ուրեմն զարդատուփի գյուտի օրվա մասին է, որ ասում է, բայց շատ կարևոր մի, ուրեմն կներեք, եթե մի փոքր երկար ստացվի, որտեղ նաև օրվա ավետարանը շատ կարևորագույն ավետարան էր որոմների առակը, որ պատմվեց, ասում է առակը, որը որ պատմվում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ավետարանում, Մատթեոսի ավետարանի 13-րդ գլխի 24 համարից է սկսում ավետարանը, այնտեղ պատմում է, ասում է, մի մարդ է լինում, որը որ արտ է ունենում եւ ցորենի արտ է ունենում։ Եվ իր ծառաները գալիս են, այնտեղ բարի սերմեր են, բնականաբար ցորենի սերմերն են ցանում, հետո իր ծառաները գալիս են, ասում են, Տեր իմ, ասում են, այն ցորենը, որ մենք ցանեցինք, ասում է, գիշերը թշնամին եկել է, այնտեղ որոմ է ցանել։ Թույլ տվեք, որպեսզի գնանք այդ որոմը քաղենք, որպեսզի մեր ցորենը առողջ մեծանա, որ կարողանանք հունձը հավաքենք։ Քրիստոս ասում է, չի ասում է, թույլ տվեք, որ երկուսը միասին աճեն եւ մեծանան։ Ասում է, որովհետեւ երբ որ հունձը պատրաստ լինի, ես իմ ծառաներին կհրամայի, որպեսզի գնան նախ այդ որոմը քաղեն, այդ մոլախոտները քաղեն եւ դա կայրենք մոլախոտները եւ բերքը իր հնձանների մեջ կհավաքի։ Այսպես պատմում ենք, բայց յուրաքանչյուրս բնականաբար մենք որպես քրիստոնյաներ, եկեղեցական մեր քրիստոնեական մտածումներով տարբեր այսպես մտքեր են առաջանում այդ պահի մեջ, երբ որ մենք վերստին ասում ենք այս խոսքերը ավետարանի, Մատթեոս ավետարանչի, թույլ տվեք, որ երկուսը միասին աճեն, միջև կգա կհասունանան եւ այն ժամանակ կքաղենք, բերքը մեզ մոտ կհավաքենք, մյուսը կայրենք։ Սա մի պատահական ուրեմն խոսքեր չէ, խոսք չէ, որ այսօր հասնում է մեր ականջների մեջ։ Պարզապես մեզանից շատերը այդ խոսքերը կամ չեն իմանում, կամ լսած չեն լինում, չի ավետարանն ասում է, ով ականջ ունի լսելու, թող լսի, ասում է։ Այս խոսքերը թող լսի, որովհետև երբ որ մենք համեմատում ենք այսօրվա եւ ոչ միայն այսօրվա բոլոր ժամանակներում նման իրավիճակներ եղել են։ Տարբեր երևույթների ժամանակ մենք որ ուզում ենք մեր կարծիք հայտնենք, մեր անձնական կարծիքներն ենք ասում։ Բայց սա նաև մի հաստատում է մի կարևոր պատգամի Քրիստոսի, որ այն ինչ որ ձեզ ասվում է, որ լսեք իմ պատգամը եւ իմ պատգամներով առաջնորդվեք։ Այս վերջի տարիներին սարսափելի շատ են խոսում, ինչքան աղանդավորները շատանում են, ասում են եկեղեցին վատ է աշխատում, հոգևորականները վատ են աշխատում, դրա համար էլ աղանդները շատանում են։ Ինչի չեն այդ աղանդներին դուրս գցում մեզանից։ Ինչի՞ չէ ոչնչացնում կամ քչացնում կամ չգիտեմ ինչ անում այդ աղանդավորական շարժումները։ Հիմա տեսեք այս նույն տրամաբանության որոմների առակների նման սա որոմ է։ Բոլոր աղանդները որոմ են, որոնք որ ցանվել են մեր ժողովրդի մեջ։ Գիտեք, հիշում եք, երբ որ Ադամ Եվան մեղք էին գործում, չէ՞ որ սատանան մոտեցավ իրենց, ասեց դուք էլ ամեն մեկը մի աստված եք, ասում է։
ամեն ինչ անում էին, բարի խոսքերով, դուք ամեն մեկը մի Աստված կդառնաք, եթե այդ ծառի պտուղը ուտեք, չէ, եւ դա է գայթակղում, միշտ էլ ավելի լավագույնը, երբ որ չարը գալիս է լավ, միշտ ինքը դրանով գայթակղում է ամեն ինչի մեջ մեր կյանքում, ուտելիքի մեջ էլ, երբ որ մենք գայթակղում ենք ուտելիքի մեջ էլ սկսում ենք չարաշահել, դա արդեն մեզ համար վնաս է դառնում։ Ամեն ինչը բոլոր պարագաների մեջ, այն ինչ որ շատ հաճելի է, նրա մեջ մեղք կա։ Եվ սա գիտեք, այս խոսքը աստվածաշնչային մի հենք է, որի վրա որ պետք է մենք ուշադրություն դարձնենք եւ ապրենք։ Եվ ականջ ունենանք լսել, երբ որ մեկը մի բան է ասում, մենք մեր տրամաբանությամբ պիտի գործենք, թե ինչպես Աստվածաշունչն է ասում։ Եթե Աստվածաշունչը չի ասում, ես էլ մի աղանդավոր պիտի դառնամ։ Չէ՞, այդ նույն մեղքը նաև ավետարանի ու ասենք ուրիշ տեղ անպտուղ թզենի առակը կա, չէ՞։ Ասում է գալիս են ասում է Տեր, ասում է ծառը պտուղ չի տալիս։ Բերեք կտրենք գցենք այդ ծառը։ Չի ասում է թողեք, հնարավորություն տվեք։ Հնարավորություն տվեք, որ ինքը միասին մեծանան։ Դուք մի եղեք դատավոր, որ որոշեք, որն են մեղքը, թե երբ որ ասում են նրանք կհասունանան, երբ որ բեր կդառնան, այն ժամանակ ես մեղավորներին կպատժեմ, երկրորդ գալստյան ժամանակ։ Եվ Աստծո որդիներին կարժանացնենք իմ երկնքի արքայությանը։ Սա է Աստվածաշնչի խոսքը։ Մնացածը որ լսեք աղանդավորությունը։ Դուք դառնում եք, ասում եմ մի դատիր, մի անգամից դուք դատում եք։ Բոլոր պատգամները մի սուտ խոսացեք, չգիտեմ, բոլոր պատվիրանները մարդիկ կարող են խախտել, եթե իրենց տրամաբանությամբ գործեն։ Իրենք իրավունք ունեն, ազատ կամք ունեն, բայց Աստվածաշնչի հետ որևէ առնչություն չեն ունենա, կունենան բացական իմաստով։ Ամեն ինչ աշխարհում եթե նայենք, ինչ որ շատ հաճելի է, միշտ ավելի մեղքերը այնտեղից են, այնտեղ է գտնվում։ Տարբեր երևույթներին մենք ինքներս ենք փորձում բժիշկ լինել եւ մենք գտնել այդ դեղորայքը։ Առ այսօր ասում է հիվանդությունը մենք չգիտենք, օրինակ հիվանդությունը ինքը մեղք է թե մեղք չէ։ Մեղք է։ Հիվանդությունը մեղք է։ Մեղք է տարբեր տրամաբանությամբ, տարբեր մարդիկ այդպես կարող են տրամաբանել, չէ՞ մարդիկ կարող է, երբ որ առողջ ես, քանի առողջ ես, առույգ ես, ազատ սկսում ես մեղք գործելով այսպես առաջ ընթանալ։ Հենց որ հիվանդանում է մարդը, չէ՞, սկսում է մտածել վաղվա մահվան մաս, հեսա վաղը պիտի կարողա մահանամ, մի քիչ ավելի բարի լինեմ, չէ՞, ավելի քրիստոնյա լինեմ։ Եվ գուցե հիվանդությունը մարդուն նաև Աստծի կողմից է տված, որպեսզի կանգ առնի, հիշի, որ նաև մեղք կա։ Շատ մեղքեր այսօր մեր հասարակության մեջ էլ կան, եւ պատճառը նա է, որ մենք մոռանում ենք, որ մահ գոյություն ունի։ Մեկը գիտի ինքը անմահ է, մեկը որ մահանա գիտում է, մտածում է թե հենց դա իր ճակատագրին, չէ՞ դա բոլորինն է, բոլորինն է։ Գուցե Աստված ասում է մենք փորձության է տանում, մենք երբեմն հիվանդանում ենք, այդ նեղության մեջ կարողանանք մաքրվել, գտնել աստվածային ճշմարտությունը, աստվածային սերը։ Մյուսը ավելի հեշտ է, շատ մեծ է այն տարածքը, որով կարող ես անցնել դեպի մտնել մեղք, բայց շատ փոքր է, որը դեպի Աստված է տանում։ Սա մենք անընդհատ ասում ենք ու անցնում ենք։ Սիրելի հավատացյալներ կներեք, եթե մի փոքր երկար աստացում, բայց էլի մի բան ունեմ ասելու, որ ինձ շատ է ցավացնում որպես 44 տարվա հոգևորական։ Եվ մի երևույթի մասին պիտի խոսեմ եւ կուզեմ, որ մեր Աստծո կողմից տված ականջները լսեն։ Միշտ հիշեք ժողովուրդ, իմ բոլոր պատարակների ժամանակ ես պիտի ասեմ, այն հավատացյալը, որը գալիս է եկեղեցի, հայտնի աղոթքի ժամանակ նստում է ինձ համար հավատացյալ չի։ Ուրեմն նա չգիտի ուր է եկել, որովհետև տարբեր պարագաներում կարող ենք հոգնած լինել կամ չգիտեմ, կարող ենք հիվանդ լինել, դա չի վերաբերում բնականաբար։ Բայց մարդը, երբ որ գալիս է եկեղեցի, արարողության, գալիս է իր զավակին պսակի, զավակին մկրտի,
Եվ հայր մեր աղոթքը ասպես ինքը նստած, ինչի է բերել երեխային մկրտելու, չէ, ինչի է բերել, որովհետև դա հենց այն աղոթքն է, որ հենց հայր մեր ասեցին մարդը պիտի ոտքի կանգնի։ Մեր եկեղեցում մենք 3 պսակ ունեինք, 3 պսակին ես ստիպված եմ եղել հավատացյալներին ասելու, որ խնդրում եմ ոտքի կանգնեք, այսքան որ հիմա երկար ասեցի, չեմ ասել, ասեմ խնդրում եմ հայր մերի ժամանակ ոտքի կանգնեք, բայց սա փոքր հարց չի, շատ կարևոր հարց է, որտեղ տերունական աղոթքն է, հիշում եք չէ, երբ որ հարցրեցին Տիրոջը ինչպես կանգնենք աղոթքի, ինչ ասենք, ինքը ասեց, երբ որ կկանգնեք աղոթքի, կանգնեք եւ ասեք հայր մեր, որ երկնքում ես, չէ, եւ աղոթքը ամբողջությամբ։ Եվ սա եթե մենք պիտի լսենք ու անցնենք, ուրեմն ավելի լավ է անիմաստ է լինում ամեն ինչ, սիրելի հավատացյալներ։ Կամ մենք պետք է մեր ականջները օգտագործելով, մեր պատմությունը օգտագործելով, այն մեծագույն արժեքի, որի ժառանգորդն ենք մենք, մեր քրիստոնեական վարդապետության, կամ պիտի արժևորենք, կամ պիտի լինենք նրա ներսում, եւ չեն կարող, եթե հայրմերով Քրիստոսի հետ ես, դու չես կարող եկեղեցու անդամ լինել։ Մնացածը բոլորը ձև է։ Պետք է մարդը իմանա, որ գնում է երեխային մկրտելու այդ հոգևոր ուրախությունը ինքը պիտի ապրի։ Այդ ոչ թե որ մի պարտականություն կատարեց, չէ, դա այդ ուրախությունը այն ուրախությունն է, որ այսօր Տերը այցելում է իմ ընտանիք, այսօր իմ ընտանիքի մի զավակը հոգևոր ծնունդ է ստանում, եւ այդ հոգևոր ծնունդը ունի նաեւ իր հոգևոր հայրը, որով եւ արժևորվում են կնքահայրերի հանգամանքը մեր ընտանիքների մեջ, կամ պսակի պարագային խաչքավորների խաչեղբոր, այս ամբողջը պետք է իմաստավորենք, սիրելի հավատացյալներ, հակառակ դեպքում շատ թույլ կլինենք, իսկ այն մեծ գայթակղությունը, որ մեզ անընդհատ հրամցվում են, տարբեր ձևերով, միշտ են հրանցվել եւ այսօր, եւ միշտ, այսօր ամբողջ աղանդավորները դրանով են անում։ Իրանք շատ գեղեցիկ են երևում, շատ լավ են երևում, շատ բարի են երևում, չէ՞։ Սատանան էր, որ եկավ, ինչպես քիչ առաջ է ասում։ Ինքը լավ տեսքով է գալիս։ Ինքը գալիս է լավ կյանքի, այսպես խոստումներով, բայց իրականության մեջ ինքը գալիս է քեզ ավիրելու։ Այն ինչ որ մենք տասնյակ տարիներ եւ չգիտեմ արդեն որքանի տասնյակ տարիներ է որ ես ասում եմ ժողովուրդ հեռու մնացեք աղանդներից, դա ձերը չի, դա ուրիշ ժողովուրդներին է։ Ես երբ որ 70-ական թվականների վերջերին ինչ աշխատություն պիտի պատրաստեի, այն ժամանակ երբ ես ուրեմն այսպես քանի աղանդ է գործում, ընդհանրապես աշխատում քրիստոնեական աղանդների մասին է խոսքը, միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում 300 տարբեր տեսակի երիտասարդական քրիստոնեական կազմակերպություններ կային 70-ական թվականներին։ 300 տեսակի ամեն մարդ ինչպես ինքն է մտածում, ավետարանում չկա։ Սիրելի հավատացյալներ, այսօր մի քիչ երկար ասեցի, նաև ուզում եմ որ դուք էլ անպայման այսօր ձեր աղոթքները մեր Տիրամոր բարեխոսությամբ առ Աստված բարձրացնեք, որ Տերը ամենից առաջ եւ բոլորից առաջ խաղաղություն պարգևի մեր աշխարհին, մեր երկրին, որովհետեւ այսօր հնարավորություն ունենան ավելի շատ հիվանդներ, ավելի մոլորյալներ գտնել Տիրամոր զարդատուփը եւ այնտեղից օրտություն ստացած, առողջացած կարողանան տուն վերադառնան։ Թող Տերը օգնական լինի ձեզ այսօր եւ վաղը եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Եվ դուր մեզ համարձակաձայն բարբարով, բանալս բերանս մեր